Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ազատան Գյումրի ավտոճանապարհին բախվել են Մերսեդես եւ Լադա Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 մարդ տեղում մահացել է, 3 վիրավոր տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան ժամը 5-ի սահմաններում Մաշտոցի Պողոտայի թունելի մոտ երկաթե 2 էլեկտրասյուներ հիմքից կոտրվել ու հայտնվել են ճանապարհին։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքը սահմանազատվել է։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Հանրապետությունում տեղացած առաքձյունը դժվարանցանելի է դարձրել մի շարք միջպետական եւ հանրապետական ճանապարհներ։ Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում է ճանապարհ դուրս գալուց առաջ զանգահարել 010 56 25 33 հեռախոսահամարին եւ նախապես ճշտել տվյալ ճանապարհն անցանելի է, թե ոչ։ Մայրաթորում տարեվերջյան Սուրբ Պատարագ է մատուցվել, ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է հավատացյալներին։ Սուրբ Էջմիածնից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու Գառնիի եկեղեցում Հայաստանի վարչապետն է մասնակցել պատարագի։ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց ժամեր առաջ եկեղեցու տարածքում մեծ թվով ոստիկաններ էին հավաքվել, մարզպետներ, նախարարներ, կարգալույց քահանաներ էին ժամանել։ Վարչապետ Փաշինյանին հավաքվածները դիմավորել են ծափերով։ Պատարագից հետո Կոտայքի թեմի առաջնորդ կարգալույց Արմեն Առաքելյանը, ով նախկինում Տեր Կորյունն էր, շտապել է հեռանալ, անպատասխան թողնելով լրագրողի հարցը։ Լրագրողների հետ զրույցից խուսափել է նաև Փաշինյանին հանդիպած եպիսկոպոսներից Առաքել Սրբազանը։ Ինչ ես ուզում։ Գնացեք խաղաղություն։ Ձյունը մայրաքաղաքում վթարների պատճառ է դարձել։ Ամենախոշորներից մեկը տեղի է ունեցել մայրաքաղաքի մի հատվածը սնուցող էլեկտրական ենթակայաններից մեկում։ Էրեբունու թանգարան տանող ճանապարհին բռնկված ենթակայանի պատճառով մի քանի ժամ հոսանքազրկվել են Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարի թաղը, Խորենացի փողոցը, Տիգրան Մեծի փողոցը, Չարենցի փողոցից մի հատված։ Բարեբախտաբար գիշերվա ընթացքում հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը։ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջան արտահանել ալյումին, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, խմիչքներ, նաև տեքստիլ արտադրանք, հայտնել է էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքով վերլուծել ու պարզել են, որ Ադրբեջանն ունի այն ապրանքների կարիքը, որոնք Հայաստանն արտահանում է։ Այս պայդրության բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են, ինչպես սովորաբար պրակտիկան է եղել, իրենք հայտարարել են, մենք հաստատել ենք։ Ես կարծում եմ, որ դա լավ պատմություն է, հերթական անգամ կարծում եմ վրացական, ադրբեջանական կողմը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, դուք էլ մեզ հարցում կանեք, մենք էլ կհասկանանք։ Հայաստանին պետք է նոր 5-րդ ղեկավար, արդեն շատ քննարկված, քննադատված միտքը կրկնել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը նոր Նորքում շարժման գրասենյակի բացման ժամանակ։ Կարապետյանը կրկին պնդել է, որ Հայաստանում վերջնական հաշտություն հաստատելու համար պետք է երկիրը նոր առաջնորդ ունենա, որի կերպարը կլինի միացնող, այլ ոչ թե բաժանող։ Նրա խոսքով փոփոխությունների համար պետք է մարդ, որը խելոք աշխատում է, որն ամեն օր աշխատում է քայլ առաջ գնալու համար։ Մենք բոլորը պետք է դրան հասնենք։ Ոչ իմ ու քո անենք, ոչ ասենք դու ԿՊԱ-ական ես, դու հանրապետական ես կամ դու ոչ մի կուսակցության մասնակից չես, եթե մարդ ունի աշխատանքային լավ փորձ, կարող է լավ աշխատել, նա մեր թիմի անդամ է։ Արևմուտքում խելացի մարդիկ Կիևին խորհուրդ են տալիս ընդունել խաղաղ կարգավորման առաջարկները, սակայն Ուկրաինայում չեն շտապում, նկատել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինն ասել է, եթե Կիևը չի ցանկանում գործնավարտել խաղաղությամբ, ապա բոլոր հարցերը կլուծվեն ռազմական ճանապարհով։ Դաշնության առաջնորդի ելույթին հաջորդել են ռուսական անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների զանգվածային հարձակում մայրաքաղաք Կիևի վրա։ Եթե Ուկրաինայում եվրոպական զորակազմեր տեղակայվեն, ապա դրանք կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախ, 10 գործակալությանն ասել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով եվրոպացի քաղաքական գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են Ուկրաինայի կառավարությանը։ Մեջբերում նրանք ոչ միայն չեն հետաքրքրվում ուկրաինացիներով, այլև կարծես հոգ չեն տանում սեփական բնակչության մասին։ Մոսկվայի Շերեմետիևո եւ Վնուկովո օդակայաններում հետաձգվել է ավելի քան 270 չվերթ, չեղարկվել 42-ը, իսկ եւս 69 վերահասցեագրվել այլընտրանքային օդակայաններ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Սիրիայում Հոմս մզկիթի ահաբեկչությանը հաջորդել են բողոքի ցույցերը։ Ալավիների գերագույն իսլամական խորհրդի ղեկավար Շեյխ Ղազալ Ղազալը հայտարարել է խաղաղ զանգվածային ցույցերի կազմակերպման մասին։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել հանրային հրապարակներում մասնակցելու խաղաղ ակցիաներին, որոնք բնութագրել է որպես մարդկային ջրհեղեղ։ Շեյխ Ղազալը դիմել է նաև Սիրիայի մյուս համայնքներին, կոչ անելով համերաշխություն ցուցաբերել ալավիների հետ եւ աջակցել նրանց պահանջներին։ Նրա խոսքով շարժումը նպատակ չունի բռնություն հրահրելու, այլ ձգտում է քաղաքական լուծումների, ընդգծելով, որ ալավիները քաղաքացիական պատերազմ չեն ցանկանում։ Ստեղծված իրավիճակը Ղազալը բնութագրել է որպես ինքնության հիմքով բռնություններ, զգուշացնելով, որ շարունակվող լռությունը կարող է հանգեցնել նոր զոհերի եւ հասարակական խոր ճգնաժամի։ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է 20-րդ դարի ամենաազդեցիկ կինոաստղերից մեկը՝ մոդել եւ կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիթ Բարդոն։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Մահվան մասին պաշտոնապես հայտարարել է նրա անունը կրող հիմնադրամը։ Բրիջիթ Բարդոն այն քչերից էր, ում անունը դարձել էր դարաշրջանի հոմանիշ, մարմնավորելով կանացիությունը, անկախությունն ու համարձակությունը։ Նրան համեմատում էին ոճի աստվածուհու հետ։ Բարդոյի լանջաբացվածքը եւ բեբեսաներվածքը մինչ օրս մնում են նորաձևության դասականներ։ Սիցիլիայում տեղի է ունեցել էթնահրաբխի ըզոր ժայթքում լավայի բարձրությունը հասել է մինչև 400 մետրի, հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ։ Տեղացիներին իշխանությունները կոչ են արել հետևել իրավասու մարմինների երանգներին, հաշվի առնելով հրաբխի վիճակը եւ արագ զարգացման հնարավորությունը դեպի ավելի էներգետիկ ակտիվություն։